Տեսնում ենք մարգարեներից հետո սուտ մարգարեների, առաքյալներից հետո սուտ առաքյալների և մարտիրոսներից հետո այժմ ահա տեսնում ենք, որ սուտ մարտիրոսները խաբում են մարդկանց։ Տգետների մասին, որոնք չգիտեն ճշմարտության և զորության հոգուն, Տիրոջից այսպիսի պատվեր ստացանք. եթե ձեզ ասեն «Ահա անապատի մեջ է», չելնեք, կամ թե «Ահա մառանում է», չհավատաք։ Արդ հարկ է, որ մենք պահենք Քրիստոսի պատվերը և չխաբվենք դևերի պատրանքներից, անգամ եթե սուտ տանջանքներով չարչարեն մեզ։ Որովհետև լավ է Քրիստոսի օրենքներով չարչարվել, քան դևերի հրամաններին հնազանդվել։ Թեև նա նշաններ ու հրաշքներ է գործում, սատանան սովոր է սուտ նշաններով որպես ճշմարիտ ցասմամբ խաբել մարդկանց, որոնք անտեղյակ են նրա աներևույթ նետերին, որոնք ցույց տվեց առաջ էլ Երեմիա մարգարեի ժամանակ, Մովսեսի ժամանակ ցույց տվեց Հանեսի, Պետրոսի ժամանակ Սիմոն Մոգի, շատ ուրիշների միջոցով, որոնք սուտ նշաններ էին անում, և իշխաններն ու ժողովուրդը հավատում էին դրանց, մինչև իսկ հալածում էին սուրբ առաքյալներին, մոլորություն էին համարում Քրիստոսի ճշմարիտ քարոզությունը և բազում նեղություններ էին հասցնում հավատացյալներին։ Արդ մի հավատա սուտ մարգարեներին, սուտ առաքյալներին և սուտ մարտիրոսներին նրանց սուտ նշանների համար, որովհետև սատանան սովոր է այդ ամենն անելու։ Նա, որ այն ժամանակ Մովսեսի և Պողոսի հոգելից և իմաստուն աշակերտներին էր նեղում, որքան ավելի կնեղի ամուսներին և տգետներին։ Արդ ի՞նչ պիտի անենք սատանայի այս բոլոր աներևույթ հնարների դեմ։ Պետք է զգուշորեն պահենք Աստծո պատվիրանները, սիրենք Նրան մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով և մեր ամբողջ զորությամբ, պետք է անդադար գիշեր և ցերեկ աղոթենք։